կմեկնաբանեք։ Ես բնականաբար դվյալ չունիմ, սակայն որոշ տեսություններով վրա կհիմնեմ եւ փորձի վրա, այսինքն նման օրինակ սահմանամերձ երկիրներու մեջ, եթե մեկում մեջ ասեսակի խնդիրներ պատահած է կամ դերած կամ ներքին խրդություններ եւ այլն, բարձր է որ գաղթականություն պիտի լա, մանավանդ սահմանամերձ շրջաններն այլ երկրի սահմանամերձ շրջան եւ բարձր է որ այդ գաղթականները երկրին ամենավարի խավեն պիտի լա, որովհետեւ անոնք ուրիշ միջոց չունի բացի ցամաքային ջամփով իրենց կյանքը փրկելու։ Այսինքն այս դերեն ելնելով է որ նման հայտարարությունը ինքնին արտոնեցի ենել եւ ասված դա որ այս իրավիճակը շատ չի շարունակվի եւ դերմը հասցվի զինադատարի ինչ որ համաձայնության, որպեսզի մարդիկ հանգիստ մնան ու որեն։ Նայեք, Իրանը Հայաստանի հետ իր ցամաքային սահմանին արգելում է, որ իր քաղաքացիներն են երկիր կան, բայց ես կարծում եմ, որ Լիբանանից նման արգել չկա ու իրենք ցանկացած բայի կարող են գալ Հայաստան, ճիշտ է։ Իրանը չէ, Իրանը Լիբանանը Չէ, նկատի, չէ, ինձ խալ երևի ասացի ասել ի տարբերություն Իրանի Լիբանանի իշխանությունը նման արգել չունի, որ թույլ տա իր քաղաքացիներին ու միակ այլ պետություններ գնան։ Բնական է Լիբանանը չի ունեցած այդ տեսակի արգելքներ, բացի բարոյական ինչ որ նշումներով յուրաքանչյուր համայնք ինքը իր համայնքի զավակներում վրա, բայց Իրանի բարակային այդ արգելքը կա եւ լավ է որ գա, պայմանով որ մարդուց անվտանգությունը այն աստիճանի չի հասնի, որ այլևս այդ հախուստը անխուսափելի է։ Սուրիո բարակային ալի որ Սուրիո մեջ այս դեպքերը պատահեցան, սուրիացիները որ չունեին նման օրինակ արգել կամ կենտրոնական իշխանություն արդեն գրեթե անդամալուց էր, եղավ այդ ահագին արդահոսքի եւ որ շատ դժվար էր զսպել։ Պարոն Հակոբյան, իսկ Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին ինչ կասեք, այս պահին որքանով է իրենք, այսպես ասած, հրետակոծության տակ կամ ինչ է վտանգներն այս պահին առկա։ Տեսեք, Լիբանան, Իսրայել խնդիրները նոր չեն, դուքան ամբողջ Իսրայելի պետության հիմնադրության են մինչև այսօր, բայց անիչ որ կբադայ այսօր ուղղակի իսրայելյան կողմի ուղղակի հարձակումները Հեզբոլլահի վրա բնականաբար գաստե Լիբանանի ներքին գայունությանը եւ ժողովրդի համագեցությանը, չմոռնալով որ Իսրայելը Հեզբոլլահի անդամակցության մեծամասնությունը շիա համայնքն են, իսկ շիա համայնքը մեծ տիպի կազմում է Լիբանանի մեջ։ Եթե հագա այդ շիա համայնքը ինչ որ որոշումներ ընդունի պետությունը քողացնելու համար Իսրայելը, որն հիմնական նպատակը Հեզբոլլահն չեզոքացնել է, ադի Իսրայելին կողմնակություն դանեն բացի Լիբանանի մեջ կրնա ահագին ներքին խնդիրները ստեղծել։ Իսկ հայ համայնքի հետ կապված մասնավորապես ինչ տեղեկություններ ունեք, ինչ իրավիճակում են այս պահին։ Լիբանանը համայնքային երկիր է լալով յուրաքանչյուր համայնք ինքը իր բնակելու վայրը ունի, դեպուս ոչ պաշտոնական։ Այսինքն յուրաքանչյուր համայնք ինքը իր մեջ ամփոփված շրջաններ, տաղամասեր եւ այլններ ունի։ Այս պահուն հիմնական թիրախները Հեզբոլլահի կենտրոնացումի դեղերն են, կամ Հեզբոլլահի համագերտ ժողովրդին կենտրոնացումի դեղերն են, որ հիմնականի մեջ Բեյրութի հարավային արվարձանն է, ինչի վերաբերի մայրաքաղաքին, եւ Լիբանանի հարավը Իսրայելի հետ սահմանը եւ կամ Լիբանանի արևելքը Սուրիո հետ սահմանը։ Հիմնական շիա բնակչությունը այդ տեղերն են։ Իսկ Իսրայելի հիմնական թիրախները այդ տեղերն են։ Մինչև Իսրայելը կփորձի ինչպես եմ buffer zone-ը ստեղծել իր եւ Լիբանանի մեջ, որ առաջին անգամը չէ որ փորձած է Լիբանանի հարավեն դեպի հյուսիս քշել շիա բնակչությունը, այդ է որ ներքին գաղթականության հարց կստեղծի։ Հիմա Լիբանանայություն ուր վտանգված կրնա այս բարակային։ Անմիջական թիրախը չէ բնականաբար Իսրայելին։ Սակայն Հեզբոլլահի այն ղեկավարները կամ անոնք որոնք հիմնականի մեջ թիրախավորված են, եթե կան եւ բնակություն հաստատեն այն շրջաններում մեջ որ հայեր կան կամ ոչ շիաներ, բնականաբար այդ շենքերը, այդ բնակարանները թիրախի վրա գտնվին Իսրայելին եւ եթե այդ շենքը հարված է, այդ շենքի բնակչությունն ավանած պիտի տեսնի։ Նայեք, մի այսպիսի բան, եթե չեմ սխալվում, այսպիսի հայտարարություն հնչեց, որ Լիբանանի իշխանությունները չեն սատարում այս բոլորը, այս բարիքությամբ ինչ իրավիճակ է այսօր։
Ինքը իրականություն կա այս խոսքի մեջ Լիբանանի կառավարությունը չնայած որ կառավարության մեջ կան Հեզբոլլահի նախարարներ, բայց փոքրամասնություն կազմեն, այսինքն որոշումի վրա չեն գնալ հաստատություն ունենալ, բացի երբ որ ադենին գրնային ուժ բանեցնել, այո, կառավարությունը որոշում արած է, ինչպես ասեմ, արգելել Հեզբոլլահի զինվորական գործողությունները, բայց կետնի վրա այդ չի գիրառվի եւ փաստային է որ ամեն գիշեր Հեզբոլլահան դակավին ռումբեր գարցակե դեպի Իսրայել։ Այսինքն եթե Հեզբոլլահը չլինի այնտեղ իրենք ունեն այդ մարտունակությունը ուժ ունեն պայքարելու համար, դե հասկանում ենք որ Իսրայելի թիրախը Հեզբոլլահն է, բայց նաև գիտենք որ Նեթանյահուն այս պատերազմը շարունակելով հենց իր աթոռն է էլի պահում։ Այնպես չի որ այնտեղ Հեզբոլլահը չլինի, հաստատ մի ուրիշ թիրախ։ Մեծ են Իսրայելի ծրագիրը պիտի առաջանա, որում մեջ կընդգրկվի նաև Լիբանանի հարավը։ Ինչ որ այս բան իրեն գրագին դագն է, Իսրայելի գրագին դագն է։ Այո, Լիբանանի պետությունը ոչ մեկ կարողություն ունի Իսրայելին դիմակայելու, չեմ գիտեր եթե ինչ որ հույսեր ունի արևմուտքի վրա կամ Ամերիկայի վրա դրած այնտեղ են երաշխիքները ստանալու, որ Լիբանանը Հեզբոլլահի բացակայության կամ Հեզբոլլահի դիմադրողականության ուժը չեսոկացնել են մեր Լիբանան այլևս Իսրայելի թիրախի վրա չի գտնվի։ Ճիշտ այս բանի մասին է ներքին պայքարը որ գերտա Հեզբոլլահան կմերժեն իր զենքը հանցնել այն իմաստով որ այդ իր վերջին հնարանն է որ նաև գնված է ըստ իրենց Լիբանանին իսկ Լիբանանի մեջ կան խումբեր մանավանդ քրիստոնեական ճակատի վրա որ այդ իրենց վտանգ կտեսնեն Հեզբոլլահի այդ զենքի մեջ եւ իրենք կհավատան որ իսրայելյան ագրեսիան կապակցված է Հեզբոլլահի գոյության հետ եւ եթե Հեզբոլլահը գոյություն չունենա Լիբանանը գրնա խաղալ եւ կամ գրնա ինչ որ խաղաղություն ընկել Իսրայելին Եմենի հութիներից որ Հարցտան նայեք երեք իր առաջին ուղերձում Իրանի նորընտիր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ասաց, որ եթե շարունակվի հակամարտությունը, հնարավոր է մի նոր ճակատ բացվի պատերազմի ու շատ փորձագետներ ենթադրում են, որ հենց Եմենի հութիների նկատի, որոնք մինչև այս պահը ընդգրկված չեն պատերազմում, որքանով մեծ խոշորամասշտաբ կլինի էլի նրանց մասնակցությունը հնարավորության դեպքում։ Նկատի ունենալով քաղաքապարախոսական խորհուրդ հիմքը եւ Իրանի գաբերը հուսիներու հետ ի վերջո հուսիներու մարտունակությունը կապակցված է իրանյան օգնություններով հետ իսկ Իրանը իր սահմաններեն դուրս 3 տարբեր երկրներում մեջ 3 խմբավորումներ ուներ որոնց ինքը կֆինանսավորի կամ զինվորապես կպատրաստեր բնականաբար ելնելով իրանյան շահերը Լիբանանի մեջ Հեզբոլլահն էր Բաղեստինի մեջ Համասն էր, Եմենի մեջ Հուսիներն են։ Այսինքն այդ սպառնալիքը այդպես օդի մեջ սված բան չէ, այո գրնա հալալ Հուսիները շարժին եւ եթե շարժին անքանալ թեթև պիտի չի գշրի արևմտյան կողմի վրա։ Եվ ամբողջ մերձավոր արևելքը այսօր կրակի մեջ է, մեզ հաջողվելու է շրջանցել այս պատերազմը եւ սա Հայաստանի փայլուն դիվանագիտության արդյունքն է, թե ուղղակի բախտերս այդպես բերում է դեռ։ Այս բանում դեռ մեր բախտերը բերում է, մինչ իշխանությունը սպառած է ամեն ինչով բացի այս հարցին լուրջ մոտենալով, որովհետև իրապես լուրջ պատրաստվածություն ուզե նման իրավիճակը նորմալ դուրս գալու, պատերազմը շարունակվելու բարակային ես կարծեմ, որ անխուսափելի է Հայաստանին վնաս չի հասնելու բարական ովը մեկ տեսակով դա աստված որ շուտ զինադադարը կայանա եւ Հայաստանին այս բարակային բախտի բերմամբ շրջանցվի այդ վտանգը որ մեր հարավային թուրին արժե։ Շնորհակալություն։